Մարդիկ կոտրվել են, նրանք փորձում են ինքնապաշտպանվել, այս կամ այն ձևով փոքր եւ մեծ չափերով փորձում են ճեղքել, վերաիմաստավորվել։ Շաբաթօրյա իր ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանն, անդրադառնալով այն մարդկանց, որոնք փորձում են սեփական կյանքը պաշտպանել տարաբնույթ հարձակումներից եւ թունավորումներից ելք չգտնելով փորձում ինքնապաշտպանվել։ Բագրատ Սրբազանը խոսելով մարդուն կառավարելի դարձնելու միտումից շեշտեց հպարտ քաղաքացի լինելու հանգամանքի մասին։ Նշեց, որ Փաշինյանը հպարտության մեղքով է սնել, որպեսզի անձը դառնա կենտրոնական մարդ եւ չկարողանա իրեն գնահատել, ճանաչել եւ հայտնվել է մի տիրույթում, որտեղ կործանումն անխուսափելի է։ Ինչ որ արել է այս ճարիքը, ուղղակիորեն։ Մեզ մերտերը բոլորովին հակառակի մասին է խոսում։ Ով ցանկանում է իր անձը փրկել, այն կկորցնի։ Իսկ ով ցանկանում է իր անձը գտնել, իմ ետևից գալ, պետք է ուրանա, խաչը վերցնի, ինքնազոհաբերության, իր այսպես մեղքերի, իր անձնակենտրոնության ուրացման մասին խոսելով։ Բագրատ Սրբազանը շեշտեց, որ իշխանության գլուխ կանգնած մարդիկ կոմպրոմիս չունեն, զիջում չունեն, միայն պահանջում են հավատարմություն, նվիրում։ Մեր լինել եւ չլինելու հարցն ենք մենք լուծում եւ այդ ջրբաժանի մեջ են կանգնած ուղղակիորեն, թե արտաքին սպառնալիքներով, թե ներքին։ Ասաց Սրբազան պայքարի առաջնորդը, հավելելով, որ իր մտահոգությունը հատկապես ներքինի մասին է, որը գալիս է ոչնչացնելու եւ ամբողջությամբ ջնջելու կյանքի ներդաշնակությունը, տրամաբանությունը, ներքին խաղաղությունը եւ վերջապես հաշտությունը, սերմանելով թշնամություն, ատելություն, քաոս, անվստահություն մեկը մյուսի նկատմամբ եւ այսպիսով մարդուն հանրությանը դարձնելով կառավարելի։